Բարև ձեզ, սիրելիներս, մենք ձեզ հետ շարունակում ենք քննարկել Շիմոն Բաղավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք երկրորդ երգի 10-րդ գլուխը, որտեղ քննարկվում են արարչագործության հետ կապված հոգեբանական այն գործընթացները, որի միջով անցնում է Գերագույն Աստծո ազնվորությունը, որպեսզի հոգեվոր աշխարհում հավերժ իր մտերմիկ նվիրալների հետ վայելելու կյանքից ուրեմն շեղվի եւ մտնի այն տրամադրությունների մեջ, որոնք անհրաժեշտ են նյութական աշխարհը արարելու համար։ Այսինքն մենք ձեզ հետ հիմա քննարկում ենք այն գործընթացը, որի ընթացքում Գերագույն Աստծո ազնվորությունը ինքը տրանսֆորմացիա է անցնում Գերագույն վայելողի ուրեմն դիրքից դեպի նյութական աշխարհի արարիչը։ Մենք ձեզ հետ տեսանք, որ իրականում հոգեբանական տեսանկյունից դրանք բավականին նուրբ, բավականին բարդ պրոցեսներ են, ինչպես եւ այո, ես անհարմար չեմ զգում եւ մեծ հպարտությամբ անպայման շեշտում եմ, որ ակնհայտ է, որ աշխարհում այս թեմաները ոչ մեկ եւ ոչ մի տեղ ընդհանրապես չի քննարկում։ Եվ այդ հնարավորությունը քննարկելու տալիս է միայն եւ միայն Բաղավատամը։ Ուրեմն մենք երկրորդ երգ 10-րդ գլուխ 25-րդ ուրեմն տեքստից, չէ, 25-րդը մենք կարդացել ենք, կներեք 26-րդ տեքստից եւ տեքստերը հնչում են այսպես. Դրանից հետո էրոտիկ հաճույք ստանալու, սերունդ տալու եւ երկնային նեկտար ճաշակելու համար Տերը ստեղծեց սեռական օրգանները։ Այսպես առաջացան վերարտադրական օրգանը եւ այն կառավարող աստվածությունը՝ Պրաջապատին։ Սեռական հաճույքի առարկան եւ վերահսկող աստվածությունը գտնվում են Տիրոջ սեռական օրգանների հսկողության տակ։ Այնուհետև, երբ նա ցանկացավ արտազատել իր կերածի մնացորդները, հայտնվեց արտազատման անցքը, հետանցքը, ինչպես նաև համապատասխան զգայական օրգանը այն վերահսկող աստվածության Միտրայի հետ միասին, ով պատասխանատու է այս զգայական օրգանի, ինչպես նաև աղիքներից արտազատվող նյութի համար։ Այնուհետև նա ցանկացավ տեղափոխվել մի մարմնից մյուսը, եւ այդ ժամանակ ստեղծվեցին պորտը, դուրս գալու օդը եւ մահը, պորտը եւ մահվան եւ բաժանող ուժի ապաստարանն է։ Երբ ուտելու եւ խմելու ցանկություն առաջացավ, ի հայտ եկան որովայնը, աղիքները եւ զարկերակները։ Նրանց սննդի եւ նյութափոխականության փոխանակության աղբյուրը գետերն ու ծովերն են։ Երբ նրա մոտ ցանկություն առաջացավ մտածելու, թե ինչպես է գործում իր էներգիան, առաջացան սիրտը, մտքի նստավայրը, միտքը, լուսինը, վճռականությունը եւ ցանկությունը։ Մարմնի բոլոր 7 տարրերը, մաշկի վերևի բարակ շերտը, հենց մաշկը, միսը, արյունը, ճարպը, ոսկրածուծը եւ ոսկորը կազմված են հողից, ջրից եւ կրակից, իսկ կյանքի շունչը երկնքից, ջրից եւ օդից։ Զգայարանները կապված են նյութական բնության գունաներին, իսկ նյութական բնության գունաները ստեղծվում են կեղծ էգոյի կողմից։ Միտքը բոլոր տեսակի նյութական վերապրումների, երջանկության եւ վշտի աղբյուրն է, իսկ բանականությունը մտքի վերլուծելու եւ տրամաբանելու կարողության դրսևորումը։ Եվ այսպես ուրեմն, ինչպես տեսնում ենք, Շուկադեվը Գոսվամին ինքը քննարկում է արարչագործության հետագա ընթացքը, այսինքն զգայարանների ձևավորումը, խոսքը գնում է նյութական մարմնի ձևավորման մասին, հա։ Ուրեմն մենք ձեզ հետ տեսնում ենք, որ այդ նյութական մարմինը ձևավորվելուց այսպես չի էլի, որ ասես մի անգամից ինչ որ մարմնի սարքեց
հետո բաց թողեց եւ այդ մարմինը ինքը սկսեց գործել։ Հայրացիները իրենք նկարագրում են, այսպես հետս հետե, թե ինչ պահանջներ կան, այսինքն ինչպիսի կառուցվածք պիտի որ ունենա այն մարմինը, որը ինքը ժամանակավոր է, այսինքն որը ինքը ստեղծվում է, պահպանվելու կարիք ունի, հա, եւ ուրեմն անհրաժեշտ է, որ վերանա։ Եվ սա ինքնըստինքյան նշանակում է, որ ազնվորությունը, ընդհանրապես նյութական մարմինները, իրանց մեջ պետք է դրված լինի այդ մեխանիզմները, չէ՞, երբ որ զգայարանը ձևավորվում է, եւ դա կենդանեակի ներարգանդային ընթացքն է, հետո կենդանեակը ինքը ծնվում է, այս կամ այն կենդանեակներից թե կապ չունի, թե կենդանական, թե ասենք բուսական, թե մարդուց, թե ումից, հա, եւ ուրեմն մի որոշ ժամանակ գոյատևում է եւ կախված նրանից, թե ինքը ինչպիսի շրջապատ է վաստակել, ինչպիսի ճակատագիր է վաստակել, դրանից որոշվում է իրականում դրա կյանքի տևողությունը։ Տեսեք, հենց իրենք արիացիները նկարագրում են, որ նյութական աշխարհը ինքը 4 փուլերով է ապրում։ Մենք դա ձեզ հետ բազմիցս կրկնել ենք, չէ՞։ Այսինքն, որ կա ոսկե դարաշրջան, կա ուրեմն արծաթե դարաշրջան, բրոնզե դարաշրջան եւ երկաթե դարաշրջան։ Բոլոր այդ դարաշրջանները ունեն իրենց կյանքի տևողությունը, հասկանում եք, եւ նկարագրվում է, որ ամենակարճ կյանքը տրված է այն հոգիներին, որոնք իրենք ծնվում են աստվածամերժության դարաշրջանում, որտեղ միջին տարիքը դա 100 տարեկանն է։ Ժամանակակից աշխարհում մենք տեսնում ենք, որ ասենք եթե դեռ միջնադարում, ասենք, մինչև 19-րդ դար, մինչև 20-րդ դարի մեջտեղները, հա, կյանքի տևողությունը ինքը բավականին կարճ էր։ Այսինքն 45 տարեկան մարդիկ իրանք արդեն համարվում էին բավականին մեծահասակ, չգիտեմ, եւ այլն, ինչու, որովհետեւ պատերազմներն էին շատ, որովհետեւ շատ էին հիվանդությունները, որոնց բուժելու ձևերը մարդկությունը չգիտեր, չէ՞։ Եվ ինչ որ մի պահ մարդկությունը գնաց այդ զարգացման այդ ճանապարհով, որ բոլորին բուժեն, բոլորին կարգի բերեն, փրկեն կյանքերը եւ այլն, այսինքն մարդասիրության ճանապարհով գնաց։ Երբ որ գնացինք մարդասիրության ճանապարհով, վերջում ստացվեց, որ մենք դարձանք չափից ավելի շատ, հա։ Եվ հիմա շատ խոսակցություններ են գնում այդ ոսկե միլիարդի մասին, չէ՞, եւ որ ուրեմն կարելի է հասկանալ, որ իրականում փորձում են ծրագիր իրականացնել, որտեղ մարդկությունը ինքը շատ կտրուկ պիտի նվազի, բայց ինչևիցե, եթե դուք նկատեք, չէ, ուշադրություն դարձնեք, շատ են հայտնվել այնպիսի մարդիկ, որոնք իրենք ապրում են 90 տարեկանից ավել։ Օրինակ, եթե դուք ուշադրություն դարձնեք, թե ինչքան են ապրում դերասանները, չէ, դուք կտեսնեք, որ նրանց մեջ շատ են մարդիկ, որոնք իրենք գլորում են 90 տարեկանը եւ նույնիսկ մինչեւ 95-97 տարեկան դեռ բավականին աշխույժ մարդիկ են, որոնք իրենք գործում են եւ այլն, էլի, այսինքն այն այսպես ջարդուփշուր եղած ծերունիներ չեն դառնում։ Բայց ինչևիցե, այսինքն ինչի մասին եմ ես հիմա, ինչն եմ քննարկում, ես քննարկում եմ այդ խնդիրը, որ նյութական աշխարհի մեջ դրված է, նյութական մարմնի մեջ դրված է այդ մեխանիզմը, որ մարդի կյանքի տևողությունը ինքը կախված է շատ ֆակտորներից։ Ինչի մասին է այստեղ խոսքը։ Ես կարծում եմ, որ բացարձակապես իմաստ չունի, որպեսզի ես հիմա անդրադառնամ այն տեքստերին, որտեղ որ քննարկվեց, չգիտեմ, մտքի ձևավորումը, աղիքների ձևավորումը կամ ասենք սեռական օրգանների ձևավորումը, չէ՞, ուրեմն ինչ վերաբերվում է սեռական օրգաններին, ապա այստեղ մենք պետք է շեշտենք, որ
Համենայն դեպս արիացիների կատարմամբ սեռական կյանքը ինքը բաժանվում է գունաներով, հա, այսինքն այն ազդավորությունները, որոնք իրենք տգիտության կամ թշնամանքի գոյավիճակի ազդեցության տակ են, տգիտության գոյավիճակը դա այն գոյավիճակն է, որտեղ կենդանիակը ինքը ղեկավարվում է, հա, կենդանական բնազդներով։ Կենդանական բնազդները իրանք ընդհանրապես չեն ենթադրում զգացմունքայնության կարիք։ Այսինքն եթե մենք խոսում ենք մարդկային մարմնի մասին, ապա եթե մարդու վրա ազդում է տգիտության գոյավիճակը, ապա սեռական հաճույք կամ սեռական կյանք ունենալու համար իրենց համար ընդհանրապես կարևոր չի։ Իրանց սիրում են, իրանց չեն սիրում, սեռական օբյեկտը ինքը գեղեցիկ է, գեղեցիկ չի, հասկանում եք, իրանց համար կարևորը որ կա որց կամ կա էգ, всё, այն մնացած ամեն ինչը ոչ մի կապ չունի։ Այսինքն, բան էլի, հնարավոր է պրոստը ունենալ սեռական հարաբերություն, առանց ոչ մի ուրիշ գործոնների մասնակցության։ Եթե կենդանիակը ինքը գտնվում է կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, ապա այստեղ իրավիճակը մի թեթև փոխվում է եւ ասենք դեպի որ կողմ։ Ինքը փոխվում է դեպի այն կողմ, որ ազդավորությունը ինքը կարևորում է, հա, կրքերի հիմքի վրա ազդավորությունները իրենք արդեն կարիք ունեն, ինքը խոսքը արդեն խոսում է իր մասին։ Իրանք կարիք ունեն, որպեսզի կրքերը համընկնեն։ Այսինքն իրանց համար շատ կարևոր է, թե ասենք, հակառակ սեռը ինքը էմոցիոնալ պատասխան տալիս է, թե ոչ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ ուրեմն, երբ որ էմոցիոնալ պատասխանը կա, ազդավորության համար սեռական կյանքը ինքը երջանկության աղբյուրներից մեկն է, եթե ոչ հիմնականը, եւ եթե այդ համընկնումը կրքերի չկա, ապա ազդավորությունը ինքը ուղղակի իրեն պրոստը դժբախտ մարդ է զգում, չէ՞։ Եվ կա առաքինության գոյավիճակը, որտեղ իրականում մենք պետք է հասկանանք, որ երբ որ մենք խոսում ենք առաքինության գոյավիճակի մասին, առաքինության գոյավիճակի մեջ կրքի որակը, չգիտեմ ոնց ասեմ, էլի, կրքի որակը ինքը տարբերվում է այն կրքից, որը ունենում են տգիտության գոյավիճակի ազդեցության տակ եւ կրքերի ազդեցության տակ, այդ երկու գոյավիճակների ազդեցության տակ։ Ինչու եմ ես այս հարցին անդրադառնում, հա, որովհետեւ Բհագավադ Գիտայում Տեր Կրիշնան ինքը կասի, որ սեռական հարաբերություններից ինքը այն սեռական հարաբերություններն է, որը տեղի է ունենում կրոնականության սահմաններում։ Հիմա մենք փորձում ենք քննարկել, թե որն է այդ կրոնականության սահմաններում սեռական հարաբերությունները։ Երբ որ մենք խոսում ենք իրական կրոնականության մասին կամ ընդհանրապես կրոնականության մասին, ուզում է դա մարդու կողմից հորինված լինի, ուզում է դա Աստծո կողմից տրված լինի, առաջի քայլով կրոնականությունը ինքը մարդուց պահանջում է բարոյականության օրենքներ։ Ուղղակի, եթե այդ սուրբ գրվածքը գրանցել է ուրեմն մարդը, ապա սեռական հարաբերությունները կամ ընդհանրապես բարոյականության օրենքները այդտեղ գրանցվում են թերի, որովհետև այդպիսի մարդու կողմից հորինված բարոյականության օրենքները չեն կարողանում ապահովել բոլորի երջանկությունը։ Եթե այդ օրենքները առաջարկում է ինքը Գերագույն Աստծո ազնվորությունը, ապա ուրեմն մենք ստանում ենք երջանիկ հասարակություն կամ ուղղակի երջանիկ մարդ, որը իր կյանքը նյութական աշխարհում ապրում է իր համար բավականին բարեհաջող եւ երջանիկ ընթացքով։ Հիմա տեսեք սիրելիներս, չէ՞, ուրեմն ինչ ենք մենք այստեղ տեսեց ստանում։ Երբ որ սկսվում է Աստվածաբերժության դարաշրջանը, մարդկային հասարակությունը ինքը փորձ է կատարել կիրառել այն աստվածային օրենքները, որոնք իրենք նախատեսված էին առաքինի ազնվորությունների համար, կիրառել դրանք կրքի եւ տգիտության գոյավիճակի ազդեցության տակ գտնվող
ազնվորությունների վրա։ Հիմա մենք պետք է հասկանանք, որ եթե այդպիսի բան է տեղի ունենում, չէ, ապա եւ կրքոտները, եւ տգետները իրենք չեն սիրում այն սկզբունքները, որոնք նախատեսված են, որոնք հաճույքով վերցնում են, այսպես ասեմ, առաքինի անձնավորությունները։ Ինչու եմ ես սևեռում ձեր ուշադրությունը սեռական հարաբերությունների վրա, որովհետև իրականում դա մարդու կյանքի մեջ արդեն շատ կարևոր ուրեմն խնդիր է։ Ինչու՞մ է խնդիրը։ Տեսեք, եթե մենք ասում ենք, որ մարդն է միայն մեր մոլորակի վրա, որը ինքը բարձրացնում է բարոյականության խնդիր, դա նշանակում է, որ կան ինչ-որ մարդու մեջ կա ինչ-որ մի հատ պոտենցիա, որը ինքը տարբերում է, հենց որի հաշվին մարդը ինքը տարբերվում է կենդանուց։ Եվ այդ ուրեմն պոտենցիան դա վերաբերվելու մակարդակն է, այսինքն գիտակցաբար վերաբերվելու մակարդակը։ Եվ երբ որ մենք խոսում ենք ուրեմն սեռական հարաբերությունների մասին, ապա եթե խոսում ենք այդ գոյավիճակների ազդեցության տեսանկյունից, մենք տեսնում ենք, որ կա 3 տեսակի սեռական հարաբերություններ։ Առաջի տեսակի սեռական հարաբերությունները բնորոշ են ուրեմն բաներին, տգիտության մեջ գտնվող կենդանիակներին եւ հիմնված են բռնության վրա։ Ինչ է նշանակում բռնություն։ Բռնություն նշանակում է, որ եւ տղամարդը եւ կինը պահանջում են սեռական ակտը, հա, առանց հաշվի առնելու դիմացինի զգացմունքայնությունը։ Եվ սա իրականում բռնության ակտ է, որովհետև դիմացինը ինքը կարող է այդ հարաբերությունները չուզենալ, կամ այդ պահին, կամ ընդհանրապես այդ ազնվորության հետ։ Եվ տգիտության ազդեցության տակ գտնվող կենդանիակների համար դա միևնույնն է։ Եվ իրենք պատրաստ են մշտական բռնություն գործադրել, այսինքն պարտադրել սեռական հարաբերության։ Երբ որ մենք խոսում ենք կրքոտների մասին, մենք խոսում ենք նրա մասին, որ դրանք անձնավորություններ են, որոնք իրենք կենտրոնացած են, հա, իրենք կենտրոնացած են անձնավորության արտաքին տվյալների վրա։ Ինչու համար, որովհետև գիրքը դա ռեակցիան է, չէ՞։ Գիրքը դա ռեակցիան է, որը անձնավորությունը ունենում է մարդու արտաքինի հանդեպ։ Գիրքը զգում են մարդու տեսքի հանդեպ։ Հասկանում եք։ Եվ երբ որ մարմինը ինքը դուր է գալիս, հիմա դիմացինն էլ ինքը այդպիսի հոգեբանություն ունի, որ փորձում է իր արտաքինի հմայքը լիարժեք, ինչքան որ դա հնարավոր է արտահայտել, որպեսզի դիմացինի համար լինել հաճելի։ Երբ որ մենք խոսում ենք, այսինքն սա շատ կարևոր կետ է, որ կրքոտները իրենք գերվում են, բայց գերվում են արտաքինի վրա։ Գեղեցիկ ոտքեր, գեղեցիկ կուրծք, գեղեցիկ աչքեր, չգիտեմ, տղամարդկանց համար բիցեպսներ, չգիտեմ, ուսեր, ինչով որ հնարավոր է ընդհանրապես գերվել, երբ որ խոսքը գնում է ուղղակի մարմնի մասին, չէ՞։ Հատկապես մեծ նշանակություն է ունենում դեմքի գեղեցկությունը։ Եվ հիմա տեսեք, սիրելիներս, չէ՞, ուրեմն հաջորդ քայլով դրանք գալիս են արդեն առաքինի անձնավորությունները։ Ինչ է նշանակում առաքինի մարդ, հասկանում եք։ Առաքինի մարդը ինքը ընդհանրապես, եթե մենք այդպես ենք խոսում, չէ՞, մենք կարող ենք, ես դա մի քանի անգամ ասել եմ, հիմա նորից կկրկնեմ, որ իրականում ասենք, չէ, երբ որ մենք խոսում ենք գունաների ազդեցության տակ գտնվող կենդանիակների մասին, իրանք իրար հանդեպ այլ մոլորակայիններ են, հասկանում եք։
իրանց հոգեբանությունը 180 աստիճան իրարից տարբերվում է, չէ՞։ Դրա համար կրքոտը ինքը այսպես զզվանքով է նայում տգետին, ով որ բռնության հանդեպ հակում ունի, չէ՞։ Բռնության հակում ունեցողը կրքոտներին նայում այսպես հիմարնով է, եթե կարելի է ուղղակի բռնաբարել, ինչի համար է սնգել, փորձում, չգիտեմ, գայթակղել, դուր գալ, եսի միջանել, եւ որ կարելի է ուղղակի բռնի ուժով այդ հարաբերությունն ունենալ, թքել, թողնել գնալ։ Որն է խնդիրը։ Հասկանում եք, դրանք այսպես էլի այլ մոլորակային հոգեբանություններ են։ Եվ եթե, ասենք, մեր դարաշրջանում մարդիկ իրանք շատ են տատանվում այդ կրքերի եւ տգիտության արանքը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այբ որ իրանք տատանվում են այդ արանքում, մենք բոլի-լի-մենյե իրար տգետները եւ կրքոտները մի թեթև իրար հասկանում են։ Ինչու՞, որովհետեւ կրքոտը ինքը շատ հեշտությամբ է անցնում դեպի բռնություն, հա, եւ բռնության հակում ունեցողն էլ մեկն միանգամից կարող է ինչ-որ զգացմունք զարթնի եւ այդ զգացմունքայնությունը ինքը դառնա կարեւոր, չէ՞, когда, ну, зацепило, էլի, այ որ սա ինչ-որ մի բանը հաղթեց մարդուն, հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, բայց երբ որ մենք խոսում ենք առաքինի անձնավորությունների մասին, մենք խոսում ենք բացարձակ ուրիշ հոգեբանություն ունեցող եւ այո, եթե տգետներն ու կրքոտները իրար ինչ-որ մի չափով կարող են հասկանալ, ապա այդ երկուսն էլ չեն կարող հասկանալ առաքինիներին։ Ինչի։ Այնպես չի, որ առաքինի ազնվորությունները չունեն սեռական ցանկություն։ Իհարկե ունեն։ Բայց իրենց ներքին աշխարհը, որով իրենք մոտենում են ընդհանրապես իրենց դիմաց կանգնած կենդանի էակին, չէ՞, տարբերվում է։ Ինչպես է մոտենում առաքինի ազնվորությունը։ Առաքինի ազնվորությունը ինքը մոտենում է այնպես, որ դիմացինը, չէ, ինքը ուզում է ճանաչել առաջի հերթին որպես մարդ, այսինքն ինչպիսի որակներ ունի ազնվորությունը։ Տգետը հետաքրքրվում է միայն էքեթեվորց, իսկ ամենավատթարագույն դեպքում իր համար մեկ է էքեթեվորց, մենակ թե ինքը կարողանա սեռական հարաբերություն ունենալ, հա։ Եթե կրքոտը ինքը գերվում է մարմնով, մարմնի գեղեցկությամբ, ապա առաքինի անձնավորությունները իրենք գերվում են միայն մարդկային որակներով։ Այսինքն իրենց կենտրոնացումը դա թե ինչպիսի մարդ է իրենց առաջ կանգնած։ Այսինքն առաքինիների համար իրենք, այսպես է էլի, իրենք սիրահարվում են մարդու վրա։ Հետո այդ մարդու վրա սիրահարվածությունը, ինչպես դա նախատեսված է բնությամբ, արտահայտվում է որպես սեռական հարաբերություն։ Հասկանում եք։ Եվ սա ինքը իհարկե, այսպես ահռելի, ընդհանուր ոչինչ չունեցող հոգեբանություն է։ Հիմա տեսեք, մյուս կողմից առաքինիները իրենք ունեն օրենքներ, կանոններ, որով իրենք շփվում են մարդկանց հետ, չէ՞։ Եվ տեսեք, այ առաքինի ազնվորությունները իրենք սովորաբար ունեն արժանապատվության զգացում։ Որտեղից է առաջանում այդ արժանապատվության զգացումը, որովհետև ազնվորությունը ինքը իր ներսում, եթե այսպես էլի պարզ լեզվով ասենք, ինքը իրենից ինչ-որ բան է ներկայացնում։ Հասկանում եք։ Ու երբ որ ինքը իրենից ինչ-որ մի բան է ներկայացնում, այդ ինչ-որ ինքը իրանից ներկայացնում է, իր համար, իր ներսում ինքը հարգանք ունի իր հանդեպ։
Եվ դա կոչվում է արժանապատվության զգացում։ Հասկանում եք, չէ՞։ Եվ դա է դառնում պատճառը, որ առաքինության դաշտում, իսկ առաքինության դաշտը դա այն դաշտ է, որտեղ եւ կինը եւ տղամարդը իրենց սեռական հարաբերություն են թույլ տալիս միայն ամուսնության դաշտում։ Դա միայն աստվածամերժության դարաշրջանում է, որ ստեղծվում են բոլոր բարենպաստ պայմանները, որպիսի կանայք կամ այսպես չկներեք աղջիկները, հա, իրենք ինչքան հնարավոր է շուտ դառնան կին եւ լինեն մատչելի։ Հասկանում եք, կրոնական դաշտում, իրական բարոյականության դաշտում չի կարողանում էլի այդ ամեն ինչը գոյություն ունենալ, որովհետև այնտեղ հակառակը, այնտեղ հոգ են տանում, որպեսզի մաքրությունը ինքը պահպանվի մինչև վերջ։ Ինչու համար է դա արվում, որովհետև առաքինության դաշտում կա մի հատ շատ կարևոր գործոն, որը իսպառս բացակայում է եւ տգետների մեջ եւ կրքոտների։ Դա մեկ-մեկու հանդեպ հարգանքն է։ Այսքան խոսացի, որ այս բառը ասեմ։ Հասկանում եք, դա հարգանքն է։ Եվ երբ որ մենք խոսում ենք կրոնականության մասին, ես ինչու եմ այսքան երկար խոսում, որտեղ Բhagavad Gita-ում, ինչպես ես ասեցի, Տեր Կրիշնան ինքը այստեղ ուղակի խոսեց սկզբունքի մասին, չէ՞, որ երբ որ կա այդ էրոտիկայի ցանկությունը, ստեղծվեց սեռական հարաբերությունները եւ այլն, եւ այդ զգացմունքային մասը կապվեց ուրեմն վերարտադրման ֆունկցիայի հետ, չէ՞։ Այսինքն եւ դա ասենք մեր մոլորակի վրա ցայտուն արտահայտված է մարդու մոտ։ Իմինը մարդն է, չէ՞, որ ինքը իր մոտ այդ էմոցիոնալ ինչ որ մարդը ինքը ասում է սեր, իրականում այդտեղ իհարկե սեր չկա, դրբանք է միայն, հա, այդ ինչ որ կոչվում է սեր, այդ սերը ինքը արտահայտվում է սեռական հարաբերությունով։ Там крючок поставлен, էլի, ինչպես այստեղ ներկայացվեց, չէ՞։ Եվ տեսեք, արիացիները իրանք դա հասկանում էին։ Հիմա, սիրելիներս, չէ՞։ Եվ բայց Բhagavad Gita-ում, ինչպես ես արդեն ասեցի, Տեր Կրիշնան ինքը այդպիսի հայտարարություն է անում եւ այդ հայտարարությունը ինքը ինքնըստինքյան նշանակում է, որ կան սեռական հարաբերություններ, որը, այսպես, աստվածային չի։ Եվ այն դա է առանձնացնում աստվածային սեռական հարաբերությունները ոչ աստվածայինից։ Ոչ աստվածային հարաբերություններում չկա հարգանք։ Իսկ ինչու չկա հարգանք, որովհետև արատավոր կենդանիակները իրենք արժանապատվության զգացում չունեն։ Իրենք էլ չգիտեն ուրիշին հարգել եւ չեն կարող եւ թույլ են տալիս, որ իրենց չհարգեն։ Արժանապատվություն ունեցող անձնավորությունները, լինեն դա կանայք, թե տղամարդիկ, հա, իրենք ունեն արժանապատվություն, իրենք հարգում են իրենց, հա, եւ ուրեմն համել հարգալից են վերաբերվում ուրիշներին։ Եվ այսա ինքը տալիս է այն սեռական հարաբերությունները, որտեղ Տեր Կրիշնան Բhagavad Gita-ում ինքը կասի այսպես. կասի սեռական հարաբերություններից ես այն հարաբերությունն եմ, որը երեխա սերմանելու համար է նախատեսված։ Կան քրիստոնեական այդպիսի ուղղություններ, դու ասեք, մուսուլման աշխարհը, ամբողջ այդ աշխարհը ինքը գնում է այդ ուղիով, որ ունենում են ազատ սեռական հարաբերություններ, ինչքան երեխա ստացվեց, այդքան երեխա էլ ծնվում է։ Չէ՞։ Իրանք ընդունել են մի գործոն, որը այս պահին շատ մեծ առավելություն է տվել իրենց ամբողջ աշխարհում։ Դա բազմակնության օրենքն է։ Իրենք բազմակնության հաշվին է, որ կարողանում են ստեղծել այնպիսի հասարակություն, որ չլինի այնպիսի կին, որը ինքը ամուսնացած չի։ Տեսեք, արիացիների բանը, լոզունգ,
Կարգախոսը, հա, արիացիների կարգախոսը ինքը հնչում էր այսպես. չպետք է լինի ոչ մի արքանդ, որը մնաց դատարկ։ Եվ իրենք դիտարկում էին որպես հասարակության երջանկության գրավականներից մեկը նա էր, որ բոլոր կանայք պիտի ունենան երեխա։ Հա? Եվ եթե կային այնտեղ էլ իրենց հասարակության մեջ էլ կար հասարակած տուն, մենք դեռ ձեզ են դրա մասին կխոսենք, մի քիչ թեթև խոսել ենք առաջի երկում, չէ, երբ որ մենք տեսանք, որ դվարակայում, երբ որ Գերագույն Աստվածավորությունը ինքը մտավ դվարակը, իրան այնտեղ դիմավորեցին նաև կուրտիզանուհիները, չէ։ Եվ մենք տեսանք, որ արական քաղաքակրթության մեջ կուրտիզանուհիներին չէին վերաբերվում որպես 100-րդ սորտի մարդիկ։ Այնտեղ հասարակության մեջ հնարավոր է երջանկություն միայն այն ժամանակ, երբ որ բոլորին վերաբերվում են այնպես, որ ամեն մեկը ունի իր տեղը եւ այդ տեղում իր գոյությունը կարեւոր է։ Հիմա, սիրելիներս, չէ՞, ուրեմն տեսեք ասենք, եւ այ կարգախոսը արիացիների դա էր։ Հետագայում, երբ որ քրիստոնյա աշխարհը ինքը գնաց մեկ միակնության բանով, այսինքն աշխարհը բաժանվեց, հորինեցին երկու կրոնականություն։ Առաջինը դա քրիստոնեությունն է, մուսուլմանությունը, քրիստոնեության մեջ մտցրեցին մի կին, մի տղամարդուն, մուսուլմանության մեջ մտցրեցին բազմակրթությունը։ Եվ այսօր մուսուլման աշխարհը ուղղակի իրաքանակությամբ արդեն հնարավորություն ունի հաղթել նրան, ինչ որ կոչվում է եւ քրիստոնյա աշխարհ եւ աշխարհիկ։ Հասկանում եք։ Եվ անբարոյականության այն քանակությունը միայնակ եւ այստեղ չես կարող ուրիշ բառ ասել, անտեր կանանց այն քանակությունը, որը կա այդ երկու աշխարհներում, նա ինչ որ կոչվում է քրիստոնեություն եւ նա ինչ որ կոչվում է աշխարհիկ, չէ, դա աննախադեպ է ընդհանրապես։ Հասկանում եք։ Չէ՞, եւ ակնհայտ է, որ դա սխալ ընտրություն էր։ Ես հասկանում եմ, որ ոչ պոպուլյար բան եմ ասում, հա, բայց եթե դուք ինձ ուշադիր լսեք, դուք կհամոզվեք, որ ճիշտ եմ ասում։ Ուղղակի այո, իհարկե, եթե անձնավորությունները իրանք սերունդներ շարունակ դաստիարակվել են խանդի իրավունքով, հա, եւ էգոիզմը բավարարելու իրավունքով, ապա իհարկե ցանկացած կին, որը ինքը ամուսնացավ եւ նույն այսպես եթե կոպիտ ասեմ, ինքը տեղավորվեց, իր համար բացարձակ մեկ է թե այնտեղ քանի կին մնացին փողոցում եւ այդպես էլ երբեք չդարձան ոչ մայր, ոչ կին, ու ամենակարևորը թեկուզ բարոյական բնություն ունեին եւ իրականում նախատեսված էին ընտանիք ունենալու համար։ Հասկանում եք։ Եվ միևնույնն է, չհաջողվեց անել այնպես, որ տղամարդը ինքը մնա մի կնոջով բավարարվի։ Եվ դրա համար ստիպված եղան մտցնել բաժանությունը։ Եթե արդեն տղամարդուն կարելի է, այսինքն տղամարդուն էլ կնոջն էլ կարելի է 10 անգամ ամուսնանալ։ Եթե արդեն կարելի է 10 անգամ, ինչու՞ չի կարելի 10 հոգու հետ միանգամից ամուսնանալ ու լինել բավարարված։ Հասկանում եք, այդ խնդիրները իրանք իրականում շատ կարևոր են։ Նու ես արդեն անկեղծիս, երբեք չեմ սիրում էլի կեղծավոր բաներ ասել։ Ինչ որ գործընթացներ կան, չէ, որոնք ես նույնիսկ դեռ ընդամենը 1.5 տարի է, չէ, մենք դες այդ զրուցում ենք, այ process-ներ, որոնց ես հավատում էի 1.5 տարի առաջ, ես հիմա արդեն չեմ հավատում։ Բայց միևնույն է, ճշմարտությունը սա է, եւ ես այն քննարկում եմ։ 1.5 տարի առաջ ես մտածում էի, հատկապես 15 տարի առաջ ես մտածում էի, որ եթե այդ խնդիրներին լուրջ մոտեցվի, իրավիճակը կարող է ուրիշը լինել։ Բայց հիմա ես արդեն ասում եմ, բայց հասկանում եմ, որ ես ուղղակի ճշմարտությունն եմ ասում, որը ինքը կիրառելի չի։
ոչ կիրառելի է, ոչ էլ հիմա եթե հենց հիմա վաղվանից կիրառվի, ինչ որ մի հարց կլուծի։ Մենք ուշացել ենք բոլոր հարցերում։ Ուշացել ենք։ Բայց հիմա դրա մասին չի խոսքը։ Հա, ուրեմն տեսեք սիրելիներս, չէ՞։ Այսինքն այստեղ ինքը կան ինչ որ կարևոր կետեր։ Հիմա երբ որ մենք խոսում ենք առաքինության մեջ սեռական հարաբերությունների մասին եւ Գերագույն Աստծո անձնավորությունը ինքը ասում է ես կրոնականության մեջ տեղի ունեցող սեռական հարաբերությունն եմ եւ ավելացնում է որ այն սեռական հարաբերությունը որը երեխա ծնվելու համար է նախատեսված չէ ուրեմն մեր ժամանակներում կա մի ուրիշ ծայրահեղություն հա եւ այդ ծայրահեղությունը ինքը կայանում է նրանում որ երիտասարդ ամուսնացած մարդկանց, որոնք իրենք հետևում են վեդայական կոնցեպցիային կամ արիացիների կոնցեպցիային, առաջարկվում է այդպես, հենց այդպես, որ սեռական կյանք ունենալ միջև երեխա կլինի, հենց որ երեխան ծնվել, երեխան բեղմնավորվեց եւ պարզվեց, որ մայրը հղի է, այլևս միջև ծնա սեռական հարաբերություն չի կարելի։ Դա սխալ մոտեցում է եւ սխալը ինքը բացատրվում է այսպես Երբ որ մեր ժամանակներում փորձ է կատարվում վերականգնել արիացիների մշակույթը մենք միշտ պետք է հասկանանք որ այն մարդիկ որոնք իրենք ծնվել են աստվածամերժության դարաշրջանում իրենք չունեն նախասկզբնականորեն չունեն առաքինի բնություն Եվ պահանջել մարդուց, որպեսզի ինքը սեռական կյանք չունենա, հենց որ ինքը երեխա ունեցավ, դա երկու բան է նշանակում։ Կամ ինքը դառնալու է, ժողովրդական լեզվով ասած, մանեկող, կամ ինքը ուրեմն դառնալու է իմպոտենտ, այսինքն հիվանդանալու է, որովհետև եթե անձնավորությունը ինքը ունի գիրք եւ չի բավարարում այդ գիրքը, ինքը հիվանդանում է։ Առաքինի անձնավորությունների գաղտնիքը կայանում է նրանում, որ իրենց ապրելակերպը, հիմա դա այդտեղ չխորանամ էլի, իրենց ապրելակերպը ինքը նպաստում է նրան, որ սեռական ինքը ցանկությունը, հասկանում եք, այս են շատ կտրուկ իջնի, ինքը պահանջը, կարելի ասել, ինքնըստինքյան համարյա թե չկա, եթե անձնավորությունը ինքը լուրջ զբաղված է հոգևոր կյանքով։ Հասկանում եք սիրելիներս, չէ՞, բայց այդ սխալը, որ երբ որ կրոնը փորձում ենք ռեանիմացիա անել, փորձում ենք իրականացնել իրական կրոնը, մենք պիտի միշտ հաշվի առնենք, թե այդ կրոնը ինչպիսի մարդու մոտ է եկել։ Ինքը եկել է մի ազնվորության մոտ, որը ինքը ի սկզբանե առաքինի բնություն չունի, եւ սա իր առաջի կյանքն է, երբ որ ինքը պիտի փորձ կատարի, մտնի առաքինության դաշտ։ Հա? Եւ այդ փորձի մեջ արդեն իր համար գեր արդյունք է, որ ինքը կարողանում է սահմանափակել իրեն ընտանիքում սեռական կյանքով, այսինքն բավարարվել մի կնոջով, հասկանում եք, եւ ասենք այդպիսի պահանջներ դնել, դա նշանակում է ուտոպիա, այսինքն դա չիրականացվող բան է եւ հենց այդպես էլ տեղի է ունենում, ոչ մեկ չի կարողանում այդ ուրեմն պահանջը կատարի, հիմա այդտեղ մենք գալիս ենք ինչ երևույթի, հա, մենք գալիս ենք այն երևույթի, որը բոլոր հոգեբանները եւ էզոտերիկները գիտեն, որ այդ երևույթը ինքը մարդուց ահավոր մեծ քանակությամբ կյանքի ուժ է խլում։ Որն է դա։ Երբ որ մարդը ինքը ունի մեղքի զգացում, հա, եւ կապել մարդու գիտակցության մեջ սեռական կյանքը մեղքի զգացումի հետ, դա ամենավատ բանն է, որը կարելի է անել։ Հասկանում եք, եւ հակառակը, այդտեղ պետք է խրախուսվի պիտի խրախուսվեն այն ազնվորությունները, որոնք իրանք ընդունելով, ասենք, արիացիների գաղափարախոսությունը, այն առաջի քայլով
իրենց ոչ թե սահմանափակում են սեռական կյանքը, այլ սեռական կյանքը սահմանափակում են մի պարտներով։ Դա արդեն մեր դարաշրջանի համար շատ մեծ ձեռքբերում է։ Իրականում, հասկանում եք։ Եվ ուրեմն առաքինի ազնվորությունների մոտ սեռական կյանքը ինքը հեված է հարգանքի վրա։ Ես մի անգամ արդեն ձեզ հետ քննարկել եմ այն ժամանակ առաջի երկի էջերում, որ երբ որ խոսքը գնում է ուրեմն այդպիսի առաքինի սեռական հարաբերությունների մասին, դա միշտ նշանակում է, որ հատկապես կնոջ, այդպիսի խնդիր կա, հատկապես կնոջ մարմնի մասերը օգտագործվում են միայն ըստ իրենց նախասահմանման։ Մնացած ամեն ինչը, տեսեք, ասենք, երբ որ առաքինության մասին են խոսում կրքոտները, չէ, իրանք փորձում են իրականացնել մի անիրականանալի բանաձև։ Իրանք իրականում, եթե կրքոտ են, դա նշանակում է, որ իրենց ցանկությունները կարող են լինել բազմազան, այսպես ասենք, կրոնականության տեսանկյունից, բարոյականությունից շատ հեռու։ Հիմա, բայց կին եւ ամուսին հարաբերությունները, չէ, իրենք, ուրեմն, տեսեք, օրինակ առաջներում, դեռ ընդամենը մի 100-150 տարի առաջ, տղամարդիկ իրենք ունեին այդ գիտակցությունը, որ կինը կամ այսպես էլի ցանկացած տղամարդու եթե դուք մոտենայիք ու խոսեիք նրա կնոջ մասին, չէ, ինքը հիմնականում 80%-ը ձեզ կասեր, որ երեխաների մայրը դա սրբություն է։ Եվ այո, իհարկե, այդ կնոջ հետ չի կարելի անել անասնական ինչ-որ բաներ։ Հասկանում եք, չէ՞։ Եվ տեսեք, ասենք, բայց երբ որ գիրքը ինքը քանի գնաց ազատություն ստացավ, չէ՞, տղամարդիկ էլ իրանք եկան մի հատ շատ հետաքրքիր բանաձևի, որ ինձ միևնույնն է, անբարոյական կին է պետք, որի հետ ես կարող եմ անել այն ամենը, ինչ ուզում եմ, իսկ ես շատ բազմազան ֆանտազիաներ ունեմ եւ բազմազանություն եմ ուզում այդ կյանքում, չէ՞։ Ուրեմն ինձ պետք է անբարոյական կին, բայց ում եմ ես դարձնում իմ կինը, ով որ ըստ էության իմ անձնական անբարոյականն է։ Կներեք, կոպիտ խոսակցության համար էլի էությունն ենք փորձում փոխանցել։ Հասկանում եք, այսինքն հարգանք չկա, հարգանքը իսպառս վերացել է ընդհանրապես, հա։ Չէ, նույն իսպառս իհարկե չէ, բայց շատ քիչ է մնացել այն տոկոսը, որտեղ դա եթե որ մենք խոսում ենք քիչ, մենք Հայաստանի մասին չենք խոսում, էլի, մենք խոսում ենք ընդհանրապես աշխարհի վարկերի մասին։ Հասկանում եք, այդ անձնական սիրուհու գաղափարը որպես կին, դա առաջ է եկել Աստվածամեժության դարաշրջանում, երբ որ արդեն սկսում են ծնվել ոչ առաքինի կանայք, ոչ առաքինի տղամարդիկ։ Հասկանում եք, որոնք իրանք հակում ունեն Արատի հանդեպ, չէ՞։ Եվ ուրեմն սիրելիներս, սա այն խոսակցությունն է, որը պետք է ունենանք, որպեսզի հասկանանք, որ երբ որ խոսվում է, որտեղ են մնացած ամեն ինչը, ասենք ինքը բան է, հա, օրինակ ասենք հիմա, իհարկե խնդիր կա նաև, տեսեք, ամեն մի զգայարանը ինքը կարող է լինել օգտագործված գոյավիճակների մեջ, չէ՞, ասենք նույն այդ սովի զգացումը, չէ՞։ Ինչ որ մեկը ինքը միջև դիակ ջուտի, իր սովի զգացումը չի անցնում, ինքը միջև արյուն չհանտեսի, ինքը չի կշտանում։ Հասկանում եք։ Ինչ որ մեկը հակառակը, եթե ինքը առաքինության գոյավիճակի մեջ է, ինքը շատ սիրում է այդպես սալաթեղեն, թեթև ուտելիք, մրգեր, բան, չգիտեմ, էսեն։ Հասկանում եք։ Եվ սրանք իրանք այո, ցանկացած զգայարան ինքը գործում է գոյավիճակների մեջ։ Հասկանում եք, սիրելիներս, չէ՞։ Եվ ուրեմն, ինչպես տեսանք, Շուկադեվը Գոսվամին ինքը քննարկեց, թվարկեց այդ բոլոր ուրեմն հետագա ուրեմն զգայարանները, չէ՞։ Եվ հետո խոսքը արդեն սկսեց գնալ մտքի
բանականության եւ ուրեմն այդ զգայարանների, չէ՞։ Ուրեմն զգայարանները կապված են նյութական բնության գունաններին։ Այսա այն էր, ինչ որ մենք հիմա քննարկեցինք։ Իսկ նյութական բնության գունանները ստեղծվում են կեղծ եսի կողմից։ Ինչ է նշանակում կեղծ ես։ Վերջապես ասենք, սա ինչ էլեմենտ է, հա։ Կեղծ եսը ինքը բառակապակցությունը հայտնվում է, որովհետև հայրացիները իրանք պնդում են, որ կենդանիակը ինքը ունի հավերժ հոգևոր մարմին։ Եվ ինչ որ պայմաններից սկսված, հիմա այդ փիլոսոփայությունը նորից չկրկնեմ, ինչ որ պայմաններից սկսված, ինքը արդեն ուզում է գալ նյութական աշխարհ, չէ՞։ Հիմա, երբ որ նյութական աշխարհում կենդանիակը համաձայն իր ցանկությունների եւ արժանինքների ինչ որ նյութական մարմին է ստանում, այդ ինչ է նշանակում նույնացնում է։ Կեղծ եսը դա այն էլեմենտն է, որով մաքուր հոգու գիտակցությունը մտնելով նյութական մարմնի մեջ, отождествляет, նույնացնում է իրան այդ մարմնի հետ։ Այսինքն, կարող է պատահի ես հոգևոր աշխարհում ոչ թե ինչ որ մի հավերժ մարմին ունեմ, չէ՞։ Բայց այս պահին ես մտածում եմ, որ ես այս մարմինն եմ։ Եվ սա կեղծ ես է, որտեղ ինչ որտեղ կա իմ իրական եսը։ Այս կեղծ ես գաղափարը ինքը այդտեղից է առաջանում։ Հիմա ասվեց, որ գունաները իրանք առաջանում են կեղծ եսից։ Հասկանում եք։ Այսինքն այդ ինչ որ ես ասում եմ ես, հա, այ որ ես ասում եմ ես ինչ նկատի ունեմ։ Այդ եսը, որը ես ինչ որ մի հատ անձնավորություն եմ, չէ՞, այդ անձնավորությունով ես գտնվում եմ կամ տգիտության, կամ կրքերի, կամ առաքինության գոյավիճակի ազդեցության տակ։ Դրա մասին մենք դեռ շատ մանրամասն խոսակցություն ենք ունենալու, հա։ Եվ հիմա տեսեք, ինքը հետո ասվեց, որ միտքը բոլոր տեսակի նյութական վերապրումների աղբյուրն է։ Այսինքն կենդանիակը հիմա բացատրվում է իր այսպես կոչված նուրբ մարմնի բաղադրիչները, որի մասին մենք շատ ենք խոսել իրականում, էլի ոչ մի նոր բան այստեղ ձեր համար չկա, չէ՞։ Ուրեմն կեղծ եսը հիմա միտքը դա հուզական ռեակցիան է։ Մենք մի բառով ասում ենք, կեղծ եսը մտածում է ես այս մարմինն եմ, ես կատու եմ, ես շուն եմ, ես փիղ եմ, ես ծառ եմ, ես ծաղիկ եմ, ես մարդ եմ, կիսաստված եմ, կին եմ, տղամարդ եմ, չգիտեմ, ես եմ եմ։ Այս խոսակցությունն է, երբ որ նույնացում է նյութական մարմնի հետ։ Միտքը, եթե մենք մի բառով ենք ասում, դա խնդիրն է։ Դուրս գալիս է, դուրս չի գալի։ Եթե դուրս գալիս է, ուզում եմ, դուրս չի գալի, չեմ ուզում։ Այսինքն դուրս է գալի, դուրս չի գալի, ուզում եմ, չեմ ուզում։ Սա է մտքի ֆունկցիաները հիմնական։ Համենայնդեպս այն ֆունկցիաները, որը այստեղ է քննարկվում, մնացած ֆունկցիաները մենք ուրիշ տեղ քննարկենք, հա։ Հիմա, իսկ բանականությունը դա վերլուծելու եւ տրամաբանելու կարողության դրսևորումն է։ Հա, այսինքն հասկանում եմ, չեմ հասկանում, կասկածում եմ, հա, սխալ է, ճիշտ է, եթե ճիշտ է, պետք է, եթե սխալ է, պետք չի։ Սա է բանականության ֆունկցիաները, չէ՞։ Հետևաբար, չէ՞, ուրեմն իրանք էլ մենք խոսացել ենք դրա մասին, որ իրանք այդ իերարխիայով մեկը մյուսին ղեկավարում է։ Միտքը ղեկավարում է զգայարանը, բանականությունը ղեկավարում է միտքը, կեղծ եսը ղեկավարում է եւ բանականությունը, եւ միտքը, եւ զգայարանները։ Այսինքն, եթե ես մտածում եմ, որ ես կին եմ, ինչպիսի գիտելիք եմ ես ձգտում զարգացնել, չէ՞։ Ես ձգտում եմ, չգիտեմ, սովորեմ, հյուսել, կարել, էփել, հավաքել, չգիտեմ, երեխա մեծացնել, էսադել են անել։
Եթե ես մտածում եմ, որ ես կին եմ, չէ, ինձ համար շատ կարևոր է, որպեսզի ես, չգիտեմ, գիտելիք ունենամ, ինչպես ապահովել հմայքը, գեղեցկությունը, առողջությունը, լիքը բաներ կա, չէ։ Այդ արժեքային համակարգի հիմքի վրա իմ միտքը սկսում է ցանկություններ ձևավորել, որ եթե ես պիտի օրինակի համար, ասենք, իմանամ կարել, բայց իմ մայրը կարել չգիտի ու չի կարող ինձ կարել սովորեցնի, հա, ապա ես ինչ պիտի անեմ։ Ես արժեքային համակարգը ինքը կստիպի, որ ես գնամ այն միտքը կձևավորի։ Ես հիմա ուզում եմ ուրիշ ուսուցիչ գտնեմ, որը ինձ կարել կսովորեցնի։ Հա, երբ որ միտքը ինքը այդ ուզում եմը ձևավորեց, մարմինը ինքը կսկսի գնալ այն տեղերը, որտեղ որ կարելի է այդ ուսուցիչը գտնել։ Հասկանում եք, մենք ձեզ հետ մի անգամ արդեն խոսացել ենք դրա մասին, հիմա ուղղակի նորից կկրկնենք, որտեղ թեման է ինքը պարտադրում, չէ, որ իրականում մենք պետք է հասկանանք, որ վերջնականում կենդանի էակի գործողությունները կախված են նրա արժեքային համակարգից։ Ուզում եք փոխվի մարդու պահվածքը, փոխվեք նրա արժեքային համակարգը։ Ինչը որ հիմա հենց այս պահին օրինակ արվում է մեր ամբողջ ազգաբնակչության հետ։ Փոխվում է արժեքային համակարգը հայերի։ Սխալ է, ճիշտ է, դա չենք քննարկում։ Փաստ ենք բանանում, որ փոխվում է։ Հասկանում եք։ Ինչ որ մի հատ այլ իրականության, ինչ որ մի հատ այլ երկրի համար է հիմա փոխվում այդ ամբողջ մտածելակերպը, որպեսզի համապատասխանի մենտալիտետը այն պետությանը, որը պատրաստվում ենք կառուցել։ Հասկանում եք։ Ուրեմն ինքը այ իերարխիան էսպես է։ Ես այն ժամանակ մի հատ նրբություն ասեցի, որը հիմա նույնպես կկրկնեմ։ Եթե արժեքային այդ որ Տեր Քրիշտան, եթե հիշում եք, Բhagavad Gita-ն մենք դրա մասին խոսեցինք, որտեղ Արգջունան ինքը, երբ որ Տեր Քրիշտան ինքը խոսեց առաքինի անձնավորության մասին, նրանց պարտականությունների, հանդեպ վերաբերմունքի եւ այլն, Արգջունան ինքը կանգնացրեց Տեր Քրիշտանին եւ ասեց. իսկ ո՞րն է այդ ուժը, չէ՞։ Որ կենդանիակը ինքը վրոդի բի առաքինի է, վրոդի բի ինքը չի ուզում ոչ մի արատավոր գործողություն կատարի, ամբողջ ուժով դիմադրում է արատավոր ցանկությանը, բայց ոնց որ թե ինչ-որ մի հատ ուժ իրան քշի տանի։ Հասկանում եք, չէ՞, այդ ոնց է տեղի ունենում։ Ու մենք այնտեղ քննարկեցինք մի հատ շատ կարևոր դրբություն, որ եթե կենդանի էակի արժեքային համակարգը ինքը հաստատուն չի, եւ ինքը այդ ոչ հաստատուն վիճակում համ էլ իր ազգայարաններին ազատություն է տալի, հա, եթե միտքը ձևավորեց ցանկություն եւ այդ մտքի վրա կանգնած բանականությունը թույլ է, երբեք չի կարող այդպես լինի, որ ճիշտը հաղթի ուզում եմին։ Երբեք միշտ հաղթում է ուզում եմ։ Հասկանում եք, որտեղ ամեն մարդ էլ ինքը գիտի, որ օրինակի համար ընտանիք քանդելը լավ չի։ Չէ՞, բայց եթե իր մոտ այդ ընտանիքի գաղափարը ինքը արժե զրկվել է, իսկ ինչու է արժե զրկվում, որտեղ երջանկություն չի բերել, հա։ Ըստ այն ուրեմն, երբ որ ինքը ինչ-որ մի օբյեկտի հանդեպ ցանկություն ձևավորեց, ինքը այդ ցանկությանը տրվելու է, չի կարողանալու դիմադրել։ Եթե ինքը նույնիսկ փորձեր կատարի, այսպես է իրա ջարդած արժեքային համակարգի մեջ ինչ-որ մի բան, այսպես էլի ոնց որ փորձի կանգնացնի այդ ուզում եմը, ինքը չի կարողանալու, եթե բանականությունը, եթե արժեքային համակարգը ինքը թույլ է։ Հասկանում եք, իսկ ինքը երբ է համարվում թույլ, եւ որ ինչ որ մի երևույթի հանդեպ բանականությունը ինքը բացասական բան է դրսևորել, գնահատական է դրսևորել։ Հասկանում, այսա բաներ են, որ պետք է հաշվի առնել, էլի, հատկապես մենք տեսանք, որ հոգևոր մարդու համար գեր կարևոր է կարողանալ, ուրեմն ղեկավարել իր զգայարանները։ Ահա։
Ուրեմն, այս ամենից կազմված են կոպիտ նյութական ֆորմաները, մոլորակները եւ այլն, որոնց մասին ես արդեն պատմել եմ քեզ։ Այս ֆորմաները ծառայում են որպես տիրոջ ազնվորության արտաքին դրսևորման հատկանիշ։ Եվ այս կոպիտ նյութական դրսևորման սահմաններից դուրս տրանսցենդենտալ աշխարհն է, որն ավելի նուրբ է, քան ամենանուրբ ձևերը։ Այն չունի սկիզբ, մեջտեղ եւ վերջ, ուստի հնարավոր չէ նկարագրել բառերով կամ հասկանալ մտքով, եւ այն ամբողջությամբ զուրկ է նյութական որակներից։ Ուրեմն սա արդեն հոգևոր աշխարհի նկարագրությունն է։ Հոգևոր աշխարհի նկարագրությունն է, որը այս պահին ընդհանրապես ասվեց այդ մի քանի կարևոր գործոնները, որ հոգևոր աշխարհը ինքը անսահման է իր բոլոր դրսևորումներում եւ ֆիզիկական իմաստով է անսահման եւ ուրեմն խորության իմաստով է, հոգեբանության իմաստով է անսահման եւ դրա համար չկան այդպիսի բառեր, որոնք կկարողանան նկարագրել անսահմանությունը, որովհետև ցանկացած բառ դա սահման է։ Եվ այստեղ է, որ այդ մաքուր հոգիները, որոնք իրենք անմիջապես հոգևոր աշխարհից գալիս են նյութական աշխարհ, որպեսզի մեզ ցույց տան հոգևոր ճանապարհը, դժվարանում են այդ գործը անել, որովհետև նյութական աշխարհի ոչ մի երևույթ հնարավորություն չի տալիս փոխանցել հավերժության եւ կատարելության իրականությունը։ Եվ այսօր այսքանը, սիրելիներս, ստեսություն ձեզ։